Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մեկնարկից առաջ Փաշինյանն ու Պուտինը ողջունել են իրար եւ լուսանկարվել։ Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները քննարկել են նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը, միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները եւ մի շարք այլ հարցեր։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ ներմուծելու համար։ Նա նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության ի նպաստ կայուն զարգացման։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում փոխշահավետ բազմաշերտ համագործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ եւ անկեղծորեն շահագրգռված է համատեղ աշխատանքի ակտիվացման մեջ միության համապարփակ ամրապնդման նպատակով։ Երկրների ղեկավարները նախատեսում են դեկտեմբերի 22-ին քննարկել ԵԱՏՄ գործունեության արդիական հարցերը, սահմանել հետագա ինտեգրացիոն գործընթացների խորացման եւ միության միասնական շուկայի զարգացման ուղենիշերը։ Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության եւ Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը ներառում է մինչև 2030 թվականը տնտեսական զարգացման մասին հռչակագրի եւ մինչև 2045 թվականը Եվրասիական տնտեսական ուղու իրականացման գործողությունների ծրագիր։ Բարև ձեզ, Երևան։ Մեր ձևով ժողովրդական շարժումը ընդլայնում է իր գործունեությունը Երևանում։ Այսօր Աջափնյակ վարչական շրջանում պաշտոնապես բացվել է միանգամից 3 տարածքային գրասենյակ։ Նոր բացված կենտրոնները գտնվում են Բաշինջաղյան փողոցում եւ Սիլիկյան թաղամասում, որտեղ շարժման անդամները արդեն հասցրել են հանդիպել տեղի բնակիչների հետ։ Բացման արարողության ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է շարժման առաջիկա անելիքներն ու ծրագրերը, ինչպես նաև քաղաքացիների հետ քննարկել համայնքային խնդիրներն ու դրանց լուծման իրենց պատկերացումները։ $5 միլիոն ներդրում հանրապետության 5 քաղաքում մանկապարտեզի կառուցման համար։ Տաշիր բարեգործական հիմնադրամի հերթական ազգանպաստ ծրագիրն է։ Վաստակաշատ մանկավարժ Ամալիա Կարապետյանի անունը կրող մանկապարտեզի բացման արարողությունն է։ Առաջին շարքերում նորակառույցի սաներն են։ Հանուն նրանց լավ ապագայի ազգային բարերար Սամվել Կարապետյանի տրամադրած միջոցներով մեկնարկեց մանկապարտեզների կառուցման լայնածավալ ծրագիրը։ Առաջինը Տաշիրում էր։ Այն մանկապարտեզի տեղում, որը վթարայնության ամենաբարձր աստիճանը ստանալուց հետո դադարել էր գործել, նախադպրոցական կրթությունից զրկելով շուրջ 200 փոքրիկի։ Կրթության ոլորտի նկատմամբ մշտապես հետևողական եւ ուշադիր ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ լուծվեց այս խնդիրը։ Օր-օրի վեր բարձրացող շինությունը երեխաներին երկար սպասեցնել չտվեց։ Կարապետյանների համար օրն անմոռանալի է։ Նրանք կյանքի են կոչել ընտանիքի մոր, մանկավարժի եւ բարերարներին հայրենասիրության բարձր արժեքներով դասյարակած Ամալիա Կարապետյանի մեծ ցանկությունը։ Համոզված են, կրթության ոլորտի զարգացումը պետք է սկսել հենց նախակրթարաններից։ Մեր պարտքը պետք է համարենք եւ այս ուղղությամբ տանենք անհրաժեշտ աշխատանքներ։ Սա մեկ բառով եթե ասեմ, կրթական համակարգի շղթայի առաջին օղակն է։ Իհարկե, ստեղի արդյունքները վաղը մյուս օրն են զգալու, բայց այստեղ պետք է հիմքերը ճիշտ դրվի երեխայի հոգեբանության մեջ։ Ազգանվեր հերթական գործի հաջող ավարտն ու մանկապարտեզի գործունեության սկիզբն օրնելու էր եկել Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդը։ Երախտաբարդ ենք ձեզ, Կարապետյաններ, որովհետև միայն Տաշիրը չէ, որ փոքր հայրենիք եք ձեզ համարում, այլ մեծ հայրենիքի համար եք դուք պայքարում ու աշխատում, որպեսզի մեծ հայրենիքի հիմքերը ավելի ամուր լինեն։ Ընտանիքի հայրը, այսօր արդեն երջանկայի շատակ Սարգիս Կարապետյանը, եկել էր շնորհակալություն հայտնելու, որ որդիներն ու թոռները, մեծանալով մանկավարժների ընտանիքում, լսել են բարի խորհուրդներն ու այսօր հպարտության պարարտ հող եւ վարար աղբյուր են։ Թող շնացնեն մեր հայրենիքը, ինչքան որ հնարավորություն ունեն։ Իհարկե նրանք դաստիարակներ են մանկավարժների ընտանիքում, նրանք լսել են մեր բարի խորհուրդները, խրատները, մեր դաստիարակությունը։ Ես իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում իմ որդիներին, թոռներին, որ նույն ճանապարհով են ընթանում, նույն գիծն են բռնել, ինչ որ իրենց հայրերը։ Մանկապարտեզի առաջին սանը աղ ու հացը ձեռքին շտապում է բարերարներին դիմավորել։ Այստեղ ամեն ինչ ապահովված է փոքրիկների համար։
եթե մի անգամ սարքում ես, պետք է մարդավարի սարքես։ Անգամ այդ աուրան, եթե դուք նկատում եք ներսի, այդ գույնային գաման, ինքը տարբեր գույներ է, բայց գույների ներդաշնակություն ինքը ունի։ Այնպես չի տարանջատված գույներ են, իրանք համալիր է։ Եվ այդ համալիրը դու պետք է ստանաս, այլապես կունենաս գույներ եւ խայտաբղետ մի հատ մթնոլորտ հետը։ Եվ այնպեսի գույներ, որ երեխայի երևակայությունը վառ մանուկ հասակից վառ ձևավորվի։ Փոքրիկներն անցան իրենց օրակարգին, երգեցին, պարեցին ու գնացին վայելելու իրենց նոր տունը։ Տավուշի մարզպետարանը հրաժարվել է Սպուտնիկ Արմենիային տրամադրել Կիրանց գյուղում սահմանազատման հետևանքով Ադրբեջանին հանձնված գույքի եւ վճարված փոխհատուցումների վերաբերյալ մանրամասն տվյալներ, պատճառաբանելով, որ տեղեկատվությունը պետական գաղտնիք է պարունակում։ Ըստ լրատվամիջոցի տվյալների, գյուղի առնվազն 6 բնակիչ մինչ օրը սկզբունքորեն հրաժարվում է ստանալ առաջարկվող գումարները, չհամակերպելով տարածքների հանձնման հետ։ Հայտնի է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2 տուն կամուրջ, միջպետական ճանապարհի մի հատված եւ ավելի քան 50 հողատարածք, իսկ փոխհատուցումների չափը որոշ դեպքերում հասնում է տասնյակ հազարավոր դոլարների։ Չնայած գործընթացի հրապարակայնությանը, մարզպետարանը չի պարզաբանել, թե հատկապես որ տվյալներն են համարվում գաղտնիք մի գործողության մեջ, որի մանրամասները նախապես համաձայնեցվել են ադրբեջանական կողմի հետ։ Երևանում հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող ոսկու շուկայում, ինչպես նաև շուկայի տնօրեն Զոհրաբ Ասատրյանի բնակարանում։ Գործողության ընթացքում շուկայի տնօրենի աշխատասենյակից եւ տնից հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք, այդ թվում մակարով եւ ՏՏ տեսակի ատրճանակներ, փամփուշտներ, ինչպես նաև մեծ քանակությամբ թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու հոգեմետ դեղահաբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական բարույթ հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածով։ Զոհրաբ Ասատրյանը ձերբակալվել է։ Հաղորդվում է նաև, որ խուզարկության սկզբում շուկայի աշխատակիցները փորձել են դիմադրություն ցույց տալ իրավապահներին, ինչի հետևանքով կիրառվել է ֆիզիկական ուժ, իսկ տնօրենի կողմից շահագործվող շքեղ մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։ Как прошли переговоры? Մայամիում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները։ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կառուցողական է համարել Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Նա մասնավորապես նշել է մեջբերում, պատերազմ հրահրողները չկարողացան խափանել Մայամիում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ընդգծել է, կարգավորման գործընթացը չպետք է սահմանափակվի միայն ռազմական գործողությունների դադարեցմամբ, այլ դառնա կայուն ապագայի հիմք։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստը կայացնել դեկտեմբերի 22-ին։ Իսկ այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյն Վեյնսը հայտարարել է, որ իրենց համար ավելի կարևոր են ամերիկացի թոշակառուները, քան Ուկրաինան։ Գազայի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում քաղաքացիական պաշտպանության ուժերը սկսել են փլատակների տակ մնացած զոհերի մասունքների որոնման եւ դուրսբերման լայնածավալ գործողություն։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված տների տակ ըստ պաղեստինյան կողմի դեռևս մնում է ավելի քան 9000 զոհ, որոնց մարմինները տևական ժամանակ անց արդեն քայքայված են, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։ Գործողությունն իրականացվում է տեխնիկայի խիստ պակասի պայմաններում։ Աշխատանքները հնարավոր են դարձել հոկտեմբերի 10-ից ուժի մեջ մտած հրադադարի շնորհիվ, որը հաստատվել է Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի շրջանակներում։ Պուտինը պատրաստ է երկխոսություն սկսել Մակրոնի հետ, դա պետք է լինի միմյանց հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն։ Եթե կա փոխադարձ քաղաքական կամք, ապա Ֆրանսիայի առաջնորդի մտադրությունները կարելի է միայն դրական գնահատել։ ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը։ Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, բացատրել իր զրուցակիցներին մանրամասն, անկեղծ եւ հետեւողական։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպային օգտակար կլինի առաջիկա շաբաթներին վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Մագդեբուրգում դիմավորել են սուլոցներով։ Միջադեպը տեղի է ունեցել կանցլերի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակի արարողությանը ժամանելու պահին։ Ըստ գերմանական մամուլում շրջանառվող տեղեկությունների, պատճառը Մերցի դեռևս չիրականացված խոստումներն են։ Մեկ տարի առաջ Մագդեբուրգում 50-ամյա բժիշկը Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենայով մխրճվել էր ամբոխի մեջ, սպանելով 6 հոգու, այդ թվում 2 երեխայի։ Տեղի ունեցածից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով այդ ժամանակ
դեռ Բունդեսթագի ընտրությունների գլխավոր տեխնացուն էր, խոստացել էր փակել սահմանը եւ երկրից դուրս հանել ներգաղթյալներին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ազգության պարաբժիշկ ահաբեկիչը Գերմանիայում փախստականի կարգավիճակ ունի դեռ 2016 թվականից։ Մերձի խոստումները դեռևս կատարված չեն, ինչը Մագդեբուրգում բողոքի ալիք է բարձրացրել։ Թուրքիայում բյուջեի քննարկման նիստի ժամանակ падգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել, բախումները սկսվել են Արդարության եւ Զարգացման կուսակցության եւ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավորների միջև։ Լարվածությունը բարձրացել է Արդարություն եւ Զարգացում կուսակցության բուրսայի падգամավոր Մուստաֆա Վարանկի ելույթի ժամանակ։ Падգամավորը խնդրել է իրեն խոսք տրամադրել, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավոր Իլհամի Օսջանայգյունը դիտողություն է արելու հրամայել նստել, ինչն էլ բռնցքամարտի պատճառ է դարձել։